հեռուստադիտող, սիրելի ռադիոլսող Armand TV-ի եթերում եւ Գյումրի FM-ի եթերում այսօր մենք ունենք յուրահատուկ հյուրեր Գևորգ Կանդրանիկ Վարդանյանները, Վարդանյան եղբայրներ, Կրգեսի հիմնադիրները, առաջին անգամ Գյումրիում Կրգեսով մեր ֆանտաստիկ լավ ընկերները, որոնք հյուրընկալել են մեր հեռուստա ռադիո ընկերություն, բարև Տղերք ջան։ Բարև Արամ ջան։ Ոնց եք, լավ եք։ Բարև Արամ ջան, շատ լավ ենք, շատ ուրախ ենք գտնվելու ձեր տաղավարում։ Նմանապես իմացանք եկել եք sense ոգևորությամբ բոլոր երեխաները բան եղել են ցեր Կրգեսում։ Շատ կուզենանք բոլորս իմանանք ձեր մանկությունից այդ անցած սկիզբը ոնց էր երկու եղբայրով որոշել եք նպատակ եք ունեցել Կրգես հիմնելու թե հետո ընթացքում է ստացվել կամ այցելել եք սպորտի ոնց է եղել այ կպատմեք մի քիչ ձեր մասին սկզբից կանք սկզբից սկսենք երևի ավելի པարզ կլինի մեր անցած ճանապարհը որովհետև շատ հետաքրքիր ճանապարհ ենք մենք անցել ես 3 տարեկան եմ Գևորգը 4 տարեկան էր երբ որ մենք вообще մեր կրկեսային ինչ որ առաջի քայլերը սկսել ենք անել մեր հորեղբայր Վարդանյանի շնորհիվ, որը որ Երևանի պետական կրկեսի դերասան էր արդեն այդ ժամանակ 93-94 թվականին։ Այն վատ տարիներն էր երևի, որ ոչ մի բան չկար էլի, այսինքն ինձ թվում է մեր մեծերը դաժե չէին հասկանում ինչ ապագա են տալու երեխաներին, այդ ժամանակ մեր հորեղբայրը տան պայմաններում ամեն օր ժամ, այտենց 4-5 ժամ, 6 ժամ մենք պարապել ենք։ Մենք կոչում ենք այդ մեր անցած դպրոցը Շաոլինի դպրոց, որովհետև իրոքից այդ տարիքում ու շատ ժամանակ այտենց օրը երկու անգամով մի քանի տարբեր տրենիրովկեք էինք անում, որպեսզի մեր եղբայրը ասում էր դուք պետքա սուպեր սալդատի նման ուժեղ մարդիկ լինեք, անում եք ինչ չեն կարող որևէ ժամանակի ընթացքում իհարկե սեր արտնացավ այդ ամենի հանդեպ սկզբից չես հասկանում ինչի համար ես դու այդքան տանջում ինչի համար ես այդքան դժվարությամբ ինչ որ բաների հասնում գնանք խաղանք էլի ինչ բարաբել չէ մեզի միշտ գոռում էին մեր ընկերները ասում էին իջեք խաղանք եղբայրս էր պատասխան ասում էր չէ տղեկը զբաղված են տղեկը պարապում են ու տենց արդեն արտնացավ սեր որտեվ ոնց որ աշխատանք մենք կարելի ասել կրկեսային կյանքում այդ մեզ ասում են ռուսական տենց բան կա ծերմին կա ասում ապիլիշնի դեти այսինքն թեփի վրա մեծացած էլ երեխեքը կրկես առաջվա թեփի վրա էր լինում ու տենց ասում են ապիլիշնի դети մենք այտենց թեփի վրա ենք մեծացել ավելի շատ սիրել ենք կրկեսը մեր համար ոչ թե գումար վաստակելու ինչ որ միջոց ա եղել կամ աշխատանք ա եղել այլ առաջի հերթին կյանքի ինչ որ օբրազ ա օբրազ жизни այտենց ոնց ապրելակերպ որ մենք գնացինք բանակ, ծառայեցինք, հետ եկանք, ոնց որ ասած, արդեն բանակից հետո շատ դժվար էր մեր համար դառը, որ վերականգնենք, որովհետև 4 տարի ժամանակ էր անցել բանակից հետո, ես ծառայեցի, հետո եղբայրս ծառայեց, ոնց որ արդեն այդ հմտությունները 4 տարին բավական մեծ ժամանակ է, որ կորցնես, էլի։ Դրա համար բանակից հետո էլի մեր հորեղբայրը ասեց, եթե ուզում եք, կարամ ձեզ օգնեմ, նորից վերականգնեք այդ ամիջը, նորից կանչեց մեզի իր մոտ, ինքը արդեն աշխատում էր ամենամեծ կամպանիայում, Ռոսգոսցիրկ, այդ ցիրկավոյ ամենամեծ կամպանիաներից մեկն է աշխարհում։ Մենք ընդունվեցինք այնտեղ ու սկսեցինք, այո։ Եվ ընդունվեցինք, սկսեցինք պարապել, վերականգնել ու արդեն 2012 թվականին արդեն մենք սկսեցինք մեր համարով նորից ավելի տենց պրոֆեսիոնալ, ավելի
կատարելագործված ներկայացնել մեր համարը Գևորգը կոչվում է ուժային ակրոբատներ այդ ժանրը կրկեսային ոլորտում Իսկ շատ կան ուժային ակրոբատներ աշխարհում։ Вообще դրա մասին կարանք սենց պատասխանեմ ինքը вообще համարվում է ամենահին կրկեսային ժանրերից մեկը ուժային ակրոբատները երբ որ երկու ուժային տղամարդ իրար հետ ինչ որ հնարքներ են արել շատ դժվար որը ժամանակի ընթացքում վերածվել է ակրոբատիկայում կա պրոֆեսիոնալնի սպորտ, բայց սպորտը շատ է տարբերվում մեր ժանրի հետ, որովհետև մենք օգտագործում ենք տարբեր ինչ-որ գործիքներ, որպեսզի ավելի դժվար հնարքներ։ Օրինակ մենք ունենք մեր հնարքը, որը որ աշխարհում մեզի դարձրել է հայտնի, Վարդանյան եղբայրներ կամ մեր ազգանունը կարող է շատերը չիմանան, բայց աշխարհում շատ տարբեր տեղեր մեր հնարքը գիտեն, որ մենք միակն ենք, ով դանակների վրա երկու բավականին երկար դանակների վրա բալանս ենք պահում, որը պահում ենք ատամներով, էլի։ Ծնոտով մենք այդ հնարքի այդ մեր հնարքը գրանցվել է աշխարհում Գինեսի ռեկորդների մեջ որպես afterski, որը ոչ մեկ չի կրկնել։ Ora lui deve far collimare le punte, ci siamo. Che bello! E in più per questi due fratelli dall'Armenia, un sogno che avevano da bambini. Congratulations, you're officially amazing! Sono nel Guinness World Record! Ես գիտեմ որ տալանտել եք եղել աշխարհի բոլոր, հա, գրեթե լրիվ Ճիշտն ասած, բոլոր հայտնի տալանտներին մենք մասնակցել ենք։ Կարամ թվարկեմ, օրինակ իսպանական Got Talent-ով All Stars տենց պրոյեկտ արեցին All Stars-ը երբ որ աշխարհում տարբեր տեղեր հաղթողները հավաքվում են իրար մեջ են մրցում օրինակ կա Ամերիկայի հաղթող Got Talent, Իսպանիա, Ֆրանսիա, ասես Գերմանիա բոլորն է անմն է դա Այդ All Stars-ին են մեզ հրավիրել, մենք ստացել ենք այնտեղ Golden Buzzer-ը կոչվում, որը որ սեղմում են, ոսկե կոճակն են սեղմում ու արդեն ավտոմատ կերպով դու անցնում ես ֆինալ։ Մենք այնտեղ Իսկ քանի հոգի են անցնում այնտեղ ֆինալ։ Ֆինալում մնում էր 11 հոգի, հետո 11 հոգուց մնում էին 2 հոգի, 2 հոգուց արդեն ընտրում է։ Մենք այդ երկու հոգու մեջ եղել ենք, ուղղակի մեր մի քիչ Այնտեղ քվեարկություն էր եղում, ճիշտն ասած, իհարկե մենք վստահ ենք, որ իրանք մեր համար քվեարկողն ինչքան ուզենային ինձ թվում է Իսկ ով էր ձեր հակառակորդը։ Բարսելոնայից էին, էդի քանի Ինչ էին անում։ Պարողներ էին։ Տենց էլ է լինում, իրանք սենց ասեմ, շատ հայտնի պարային ինչ-որ խումբ ունեն այնտեղ իրանց երկրում ու իրանք սաղ սիրում են էլ այդ լատինո պարերը ու իրանք Ինչը ներկա այդքան այդ բարի կարևոր։ Չէ, ճիշտն ասած, ասենք նայեք, ես հիշում եմ, որ այսօր նույն վիդեոներում էլ այրվում, որ իրանց պարը անգամ թերի կատարեցին, բայց չնայած նրա հանդիսատեսը իրանց օգտին ավելի շատ քվեարկեց, մեր օգտին կարելի ասել շատ քիչ էին քվեարկել, որտեղ այնտեղ իրանք ասում է, էլի, կապ չունի ով կլինի, ինչ կլինի, իսպանացիք իրանց եթե մարդը մասնակցում է, իրանք ամեն ձևի կանեն, որ ժողովուրդ է, էլի, որ իրանց Համար ենք որ հաղթել եք, որովհետև եթե այդքան էլ ամեն ինչը 280 մասնակիցից մենք հասանք մինչև Չէ, մեր համար բնականաբար դա հաղթանակ է, էլի, որովհետև անգամ հետո օձվներով շատ մարդիկ գրում էին անհամեմատելի հաղթանակ էր, շնորհավորում էին բանը։ Թե ծիծաղելու էլ, տեղեքան որտեղ կար վակի, ջրած է բարին կրվան։ Եվրոպացիք են գրում, ասենք Հայաստան չէ, էլի, որ քո հայերն են պայծերժ անում ինչ-որ բան։ Դրանից հետո մենք մասնակցել ենք American Got Talent Fantasy Legion, դա էլ աշխարհում
այսինքն American Got Talent-ը ունի ուղղակի շոու, ունի, ասենք ֆանտազիա, էլի, ֆանտաստիկ համարներ էր, էլի, ուղղակի իրոքից լավն էին, շատ, ասենք մենք տալանտ շոուներում մասնակցել ենք, ասենք եղել է 1-2, իսկ այնտեղ ամեն համարն էր, պրոստը զարմանալի համարներ էին։ Մենք այս վերջերս մասնակցում ենք Խորվաթիան Got Talent-ը, որը որ մտածում էինք թույլ կլինի, բայց արի ու տես, երբ որ մենք անցանք ֆինալում կար 30,000 հանդիսատես։ Ու մենք պատմության մեջ առաջ անգամ էր, որը տենց ծել է, այսինքն ինքը այնքան պոպուլյարնի էր դառել, որ 30,000 մեծ արենայում 30,000 հանդիսատեսով մենք ժիվոյ բան ենք անցել, ֆինալ ենք անցել, էլի, այսինքն հանդիսատեսը ժիվոյ մարդիկ էին, որը որ տոմսեր էին գնել ու եկել էին մենք շուշուտ մասնակցում ենք շատ տարբեր Հայաստանում մեր կրկեսը մենք ոնց որ ասած մեր համար որ բացել ենք դա եղել է միակ հնարավորությունը որ Հայաստանում մենք ելույթ ունենք որովհետև մենք ամբողջ աշխարհում ելույթ ենք ունենում բացի Հայաստանում ցավոք սրտի մենք Հայաստանում տեղ չենք ունեցել դրա համար հիմնադրեցինք մեր կրկեսը այսօրվա դրությամբ 3 տարվա մեջ արդեն մենք 90% մեր դերասանները արդեն հայ մեր դերասաններն են օրինակ մենք մեր հին ընկերներին դրսից հետ ենք կանչում հիմա էլի գրուպայա հայ դերասանների հետ գալի Հայաստան ու մեծ սիրով ասում են եթե դուք մեզ աշխատանք եք տալու մենք գալիս ենք Հայաստան ու իհարկե մեզ է որ ժամանակին ասեն եկեք Հայաստան մենք մեծ սիրով կգայինք Հայաստան, մենք Հայաստանում ուղղակի տեղ չունենք ելույթ ունենալու։ Ինչ կա, ինչ կարող եք պատմել հումորային, ինչ է եղել ձեր այս ամբողջ ընթացքում, որ միշտ հիշում եք ծիծաղում եք, այն շատ բաներ են մեր հետել է, ասենք ամենա որ հիշում եք, ասենց ամենա օրինակ մի անգամ չգիտեմ ուր էինք թռնում, Մոսկվայում էինք, Շերեմեցիվայում եւ բանը, չգիտեմ ոնց ստացվեց, այս մեր դանակները, որ պետքա տրյուկ անենք, թռնում են։ Իրան բագաժի մեջ։ Բագաժ ես հանձնում, գրում ես հատուկ բան, որ ինքը զենք չի, ինքը ռեկվիզիտ է կրկեսային։ Ու բագաժը չեմ ոնց ենք խառնել, ռուշնոյի մեջ է մնացել, հիմա պետքա թռնենք, չենք կարող ուշանանք, մենք է Գերմանիա ենք ոնց որ թռնում յուրախաղերի Այդտենց մոտիկանում ենք այս բանի մեջով ասում սամալոտ երկու հատ քիժալա դրած երկու հոգի կայած ճանոթ է մեկի երկու հոգի ոչ զաղջիկը նայում դեմքներից էս ինչ ասում թուրեք ուզում տանեք սամալոտ Եթե աղջիկը ոնց որ ճանաչեց մեզի բախներս բերեց ասեց գնացեք լավ ջոգեցի ասեց որ ռեկվիզիտ է Բայց ասենք ընդհանրապես ինքը մեկ է, էլի 5 կիլոնոց քիժալա գամ չունի սուրատեսուր, չի։ Հետի պատկերացրու։ Ինչ մատերիալ է, ծյուրալ է, ինչը որ է դա հատուկ մատերիալ է։ Հատուկ մետաղ, որ ինքը կարաճկվի, բայց չի ջարդվի, էլի։ Բայց ճկվելը կարելի է։ Ճկվել նկատի ունեմ ինքը կարասային բանը, ճկունություն ունենա, при этом որ տվյորդին ինքը կարա կոտրվի, էլի։ Ճկուն էլի, որ բալանսի ժամանակ ոնց որ ասած ինքը դիմակայել նագրուսկեքին։ Հասկացա։ Այ երեխեքը բաներ մոդենում են ձեզ, ասենց ուզում են մեր բանը կրկնեն կամ ուզում են սովորեն։ Մտադիր եք դպրոց բացելու։ Այո, իհարկե շատ մեծ ցանկություններ կան, բայց դժվարանում ենք, որովհետև հիմնականում ուզում եմ շեշտել, որ
տենց մեկը չկա, որ կարա ասի Վարդանյան եղբայրների կրկեսին համար ինչ-որ բան ենք արել կամ չգիտեմ հիմնականում ով ինչ արել է, հեսա ձեր դեմը նստած է, էլի մենք մեր գումարներով, մեր հնարավորություններով ամեն ինչ ստեղծել ենք, այսօրվա դրությամբ մենք 3 տարում կարողացել ենք այնպես անել, որ 90%-ը մեր հայ դերասաններն են, մեր հայրենակիցներն են։ Մենք կրկեսային ոլորտի մեծ խնդիր ունենք, որը որ ասենք վերացել է։ Իհարկե մեծ ցանկություն կա ժամանակի ընթացքում, որպեսզի մենք կարողանանք եւ այն ինչ որ մենք տոմսեր ենք ծախում բան դա խնդալու գումարներ է որ մենք դրել ենք տոմսերի վրա մենք արել ենք այդ ամեն ինչ որպեսզի մեր հայրենակիցները հնարավորություն ունենան կրկեսային ոլորտ երեխեքը չգիտեն կրկեսը ինչա մենակ գիտեն թե կրկեսում ծաղրածու է լինում ու մեկ էլ կենթանի լսել են չեն տեսել հա իսկ մենք երբ որ հիմա օրինակ Գյումրիում հիմա հանդիսատեսը դուրս է գալի երեխեքին հարցնում ես արդեն ժանրերի անուններ է տալի որը որ իրա դուրը եկավ քիչ ավելի տրադիցիոն կրկեսին մոտիկ ենք, որտեվ հենց այդ կրկեսը մեր Հայաստանում ասենց մեծ ստերեոտիպ է կա, էլի, այտենց որ եթե պալատկի մեջ է կարող է ինչ-որ որակ չունենա, բայց ուզում եմ նշեմ, որ աշխարհում ամենահայտնի կրկեսներից մեկը Cirque du Soleil-ը պալատկի մեջ է անցկացնում, աշխարհի ամենահայտնի կրկեսային ֆեստիվալը Cirque Monte Carlo-ն, որը որ Պրինցեսա Ստեֆանին է կազմակերպում հենց Մոնակոյի թագուհին տենդի տակա արվում, այսինքն մենք այդ ստերեոտիպը ջնջում ենք Հայաստանում, որովհետև իրոքից կարող է լինել պրոֆեսիոնալ կրկես, հագեցած լույս, հագեցած զվուկ մենք ունենք սովորությամբ ամեն հնարավորություն մենք ունենք հատուկ ֆերվերկներ մեր զալի մեջ մենք ունենք շատ տարբեր միակընթարթում կարող է մեր կրկեսում ասենք սախ դալիճում տարածվի բանը ինչ որ միլնի պուզերի բան է ոնց անում պղպաճակներ այո ձուն կարող է գալ մեր կրկեսում այսինքն ինքը շատ բազմաֆունկցիոնալ ինքը պրոֆեսիոնալ է նենց ներկայացումների որ մենք ինչ ներկայացում ուզենանք կարող ենք մեր մոտ կազմակերպել թե ամառային թե ձմեռային այսինքն բեմադրությունը կապ չունի Երևանում 3 ամիսը մեկ մեր շոուն փոխվում էր մենք ձմեռային սեզոնն ենք որ ձմեռային հեքիաթներ ենք պաստանովկեքով անում պերսոնաժներով իր դերասաններով դերերով այտենց հեքիաթ որպես էլի կրկեսային դա իմ կարծիքով ինչ որ նոր բան է որը որ մենք վերել ենք բայց մենք չենք հնարետի մեզանից դա միջազգային մեծ փորձ ունի օրինակ Ռուսաստանում շատ հայտնի է որ ձմեռը սեզոնին գնում են կրկեսային հեքիաթներ նայելու որտեղ կա Դյունանուշի կան ինչ որ սյուժետնի գիծ կա որտեղ որ ինչ որ հերոս գնում է ինչ որ դերասանների է ճանապարհին հանդիպում է ամեն ինչը մենք անում ենք արդեն Հայաստանում ու իմ կարծիքով ժամանակի ընթացքում մարդիկ արդեն սովորեն ոնց որ ասած ոչ միայն թատրոն երեխաներին տանել նույնպես կարելի է ասենք չգիտեմ տարվա մեջ 2 անգամ կրկես տանել որտեղ կրկեսային արվեստը ինքը բոլորից տարբերվում է մեծ գործ է կանում ու ես ավելի քան վստահ եմ որ կգա ժամանակ մենք նորից կհանդիպենք եւ խոսանք արդեն ձեր բացված դպրոցի մասին որ արդեն ունեն Վարդանյան եղբայրները Վարդանյան School երևի հա ասենք ինչ ասենց բան կլինի վստահ ենք որ անպայման կգա այդ օրը ուղղակի մենք պետքա լիովին ազատ լինենք այսինքն ազատ այն բանով որ մենք չունենանք ոչ մի շրջագայություններ որովհետեւ եթե մենք մի բան անում ենք մենք պետքա անձամբ դա անենք որովհետեւ մենք այն գիտելիքները որը մենք ունենք շատ դժվար է բացատրելով փոխանցելը Դրա համար պետք է երբ որ արդեն կրկեսը ավելի կդառնա կայուն ինքնակ ոնց ասած սամաստայացին էլի ինքը իրանով որ կարա արդեն առանց մեզի տնորինվի որովհետև մինչև հիմա փորձում ենք ասենք մեր լուսավիկներին բացատրել օրինակ լուսային ռեժիսուրա որը ամեն
ինչի համար ասում եմ փոխենք, ասենք ես օրինակ 4 րոպեանոց դրվագի մեջ կարամ, չգիտեմ, 5 ժամ լույս գրեմ, որտեվ այդ լույսը շատ կարևոր է, որ ոսկե սպայից տեղից սկսած լինի, ստեղ sense զարիսով կա, լինի մեր համար այդ ամեն ինչ շատ կարևոր է, մենք պրոֆեսիոնալ ենք, սիրում այդ ամեն ինչը։ Բայց ժամանակի ընթացքում մենք արդեն դերասանները սկսել են հասկանալ, որ պետք է ամեն մեկը իր լույսը արդեն իմանա, իրանք իրանցով կարող են լույսը իրանց կազմակերպեն, այտենց Կամաց երբ որ դառնալ բավականին պրոֆեսիոնալ, իհարկե մենք մեծ հաճույքով դպրոց կբացենք, որովհետև մենք շատ գիտելիքներ ունենք, որը որ կարող ենք փոխանցել մեր ապագա սերունդներին եւ պարտադիր չի, որ օրինակ Ռուսաստանը աշխարհում համարվում ամենաուժեղ կրկեսային ոլորտի մեջ իր դերասաններով, անգամ Cirque du Soleil-ի մի ժամանակ 70% ռուս դերասաններն էին, էլի։ Դա այդ ամեն ինչը իրանց այդ դպրոցն է, որը որ իրոքից մենք համարյա 20 տարի այդ փորձը ոչ միայն Ռուսաստանից, այլ եվրոպական տարբեր հայտնի կրկեսներից ունենք բավականին շոու բիզնեսի մեջ արդեն գիտելիքներ ունենք, որ կարող ենք մեր դերասաններին ոչ միայն կրկեսային ինչ-որ շոուների մասնակցություն ունենալ, այլ TV շոուներին կարող են մասնակցել, որպեսզի ավելի սահմանափակ չլինի քո շուկան, ոնց ասած։ Ինձ թվում է բոլորին է հետաքրքիր, որտեղ դա մի կյանք է, որը որ դու ճանապարհորդում ես, միշտ ճանապարհորդում ես, տեսնում ես նոր ինչ-որ մարդկանց, ծանոթանում ես նոր ինչ-որ կուլտուրաների, այդ ամեն ինչ շատ հետաքրքիր է։ Տղերք ջան, ինչ կմաղթ, ինչ նպատակներ ունիք հետագա, կա արդյոք նոր տրյուկներ, նոր ինչ-որ բաներ, որոնք որ պլանավորվում է, որովհետև ստերեոտիպին Ձեզ արդեն ճանաչելով մենք գիտենք, որ դուք մի 2-3 տրյուկով սահմանափակվում արդիկ չեք։ Մենք ճիշտ ասած այս տրյուկներով իհարկե չենք սահմանափակվել, բայց հասկանում ենք, որ մենք ուղղակի տրյուկ անելով հնարավորություն չենք ունենա ավելի ինչ-որ մեծ բաների հասնել։ Կանզի сейчас հիմա մեր ավելի տենց լուրջ նպատակն է, որպեսզի Հայաստանը պրոֆեսիոնալ կրկես ստեղծելը։ Եվ հաշվի առնելով, որ մեր Armount հեռուստատեսությունը ամերիկյան նաև հեռուստատեսություն, ես վստահ եմ, որ Ամերիկայում նայելով ես մեր հաղորդումը, որի դիտումները շատ է, հաստատ դուք կրկեսով հրավերք կստանաք Ամերիկա։ Մենք ունենք։ Եվ մեր հայերը Ամերիկայում բնակվող վստահ եմ շատ արագ կկապնվեն եւ տղաները կհայտնվեն այնտեղ, մենք այստեղից կհետևենք, տեսնենք այդ սրերի հետ կապված ոնց է, շնորհակալ ենք շատ։ Մենք ենք շատ շնորհակալ։ Այցելեք Կրգես, տարեք ձեր երեխաներին Կրգես, որովհետև ինքը շատ կարևոր է, ավելի քան տղերքն է մեր հբարդությունն են, լավ եղեք տղերք ջան, շատ ուրախ ենք, հրավիրեցիք, շատ հաճելի էր ձեր զրուցելը։ Հուսով եմ մեր հանդիսատեսին էլ հաճելի եղավ մեր այդ ժամանակ անցկացնելը, մաղթում ենք բոլորին առողջություն, երջանկություն, վերադարձեք Հայաստան։ Վերադարձեք այո, շատ կարևոր է։ Վերադարձեք Հայաստանում, հիմա մենք ինքներս վերադարձել ենք Հայաստան եւ չենք հիմա պատկերացնում այլ երկիր, որտեղ հնարավոր է մեր համար բնակել, որտեղ այստեղ մեր օդն ու ջուրը ամենահարազատն է, որտեղ դու քեզ զգում ես իրոքից տունը ու անվտանգ։